Վարագա Սուրբ Նշանի երևման և նրա սքանչելիքների տոնը։ Կղոդիոս Կայսեր եւ Հռոմի պատրոնիկե թագուհին Պետրոս Առաքյալի քարոզչությամբ հավատաց Քրիստոսին եւ նրա պատվերով մեծ սիրով ու կատարյալ հավատով եկավ Երուսաղեմ աղոթելու տնօրինական վայրերում։ Բոլոր քաղաքացիները արքունական պատվին վայել նրան ընդառաջ ելան, եւ քանի որ նա Հռոմի Կղոդիոս մեծ կայսեր թագուհին եւ դժխուհին էր, նրան տարան Հերովդեսի ապարանքը։ Ապա նա իր մոտ կանչեց Հակոբոս Տեռնեղբորը եւ հարցոփորձ արեց Գողգոթայի Սուրբ Գերեզմանի ու Կենսատու Սուրբ Խաչի մասին, եւ Սուրբ Հակոբոսը թագուհուն պատմեց հրեաների չարության մասին, թե ինչպես են նրանք նեղում ու հալածում Քրիստոսի հավատացյալներին, եւ որ թաքցրել են Քրիստոսի խաչափայտն ու հավատացյալներին թույլ չեն տալիս տեսնել ու պաշտել այն։ Քրիստոսի խաչելությունից, թաղումից եւ հարությունից հետո Քրիստոսի խաչափայտը, նրա հետ նաեւ ավազակների խաչափայտերը անխնամ ընկած էին Գողգոթայում, որն այդ ժամանակներում հեռու էր գտնվում տներից ու բնակավայրերից։ Գարնանային օրեր էին, եւ ըստ մարդկային սովորության, որը ձգվում էր դեպի բնությունը, երեխաները ելնելով քաղաքից վազվզում էին այնտեղ։ Ոտքից կախ մի տղա այլ երեխաների հետ գետնի վրա սողալով գնաց առողջ տղաների հետևից, ընկերների հետ խաղալու ու ծաղիկներ տեսնելու համար, եւ այդպես գնալով հպվեց Քրիստոսի խաչափայտին։ Նա անմիջապես ամրացավ ոտքերով ու հաստատուն անդամներով վեր կացավ եւ վազեց ընկերների հետևից։ Այս տեսնելով շատերը զարմացան, իսկ ուրիշներն էլ տեղեկանալով այդ մասին, վկայեցին, որ գիշերը Քրիստոսի խաչափայտի վրա շողացող լույս են տեսել։ Երբ հայտնի եղան այս երկու նշանները, հրեաները խիստ նեղնկնելով ամոթահար եղան եւ վերցնելով 3 խաչափայտերը տարան ու դրեցին տաճարի մուտքի մոտ։ Մի բորոտ մերձացավ Քրիստոսի Սուրբ խաչափայտին եւ անմիջապես մաքրվեց։ Ապա մի կույր դիպավ Սուրբ խաչափայտին եւ նրա աչքերը բացվեցին։ Հրաշքները կատարվում էին, սակայն չգիտեին, թե որ խաչափայտից է զորությունը ելնում։ Այդ պատճառով հրեաները վերցրին 3 խաչափայտերը եւ տարան դրեցին Քրիստոսի գերեզմանի քարայրում եւ քարայրի մուտքը փակեցին քարերով ու հողով։ Իսկ երբ դժխուհին եկավ գտնելու Սուրբ խաչափայտը, հրեաները թագուհու ահից եւ սաստից ստիպված ցույց տվեցին խաչի տեղը։ Բացելով քարայրը գտան 3 խաչափայտերը, սակայն չգիտեին, թե որն է Տիրոջինը։ Տեսնելով խաչափայտերը թագուհին ուրախացավ եւ հարցրեց, թե որն է մեր կենարարի Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտը։ Չգիտեին ոչ Տեռնեղբայրը, ոչ էլ հավաքվածներից որևէ մեկը։ Երուսաղեմի սրբություններին երկրպագելու համար թագուհին իր հետ բերել էր 3 դուստրերին եւ 2 որդիներին։ Եվ մինչ որոնումների մեջ էին, թագուհու դուստրերից մեկը հանկարծամահ եղավ։ Թագուհին սկսեց լալ ու մեծապես ողբալ դստեր համար, իսկ տարակուսած Սուրբ Հակոբոս Տեռնեղբայրը չգիտեր, թե ինչ աներ։ Այն ժամ դժխուհու ավագ որդին մոտեցավ, կանգնեց մոր առաջ եւ ասաց. «Թագուհի մայր իմ, իմացիր, որ իմ քրոջ մահն Աստծո նախախնամությամբ է։ Ձերդ մեծությունը փնտրում է Քրիստոսի խաչափայտը, եւ մենք չգիտենք, թե որն է այն, քանզի դրանցից 2-ը ավազակներինն են։ Այժմ մեռյալին մեկ-մեկ մոտեցնենք խաչափայտերին, որպեսզի հայտնի լինի Քրիստոսի խաչափայտը»։ Արքայորդու խոսքը հաճելի թվաց նրա մորը թագուհուն եւ Սուրբ հայրապետ Հակոբոս Տեռնեղբորը։ Արեցին այնպես, ինչպես արքայորդին ասաց։ Մեռելին դրեցին յուրաքանչյուր խաչափայտի առաջ։ Առաջին խաչը, որին մոտեցրին մեռելին, աչակողմյան ավազակինն էր, որի համար մեռելը բացեց իր աչքը եւ դարձյալ փակեց, ու նաեւ իր ոտքը շարժեց։ Դրանով հայտնի դարձավ, որ աչակողմյան ավազակի խաչափայտն է։ Ապա դրեցին մյուս խաչափայտի վրա։ 1 ժամ սպասեցին, սակայն մեռելի վրա կենդանության որևէ նշան չերևաց։ Այսպիսով իմացան, որ դա ձախակողմյան ավազակի խաչափայտն է։ Ապա ավազակների 2 խաչափայտներին դնելուց հետո մեռելին դրեցին Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի առաջ եւ Տեռնեղբայրն ու թագուհին միաբան աղոթեցին։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ խաչի զորությամբ մեռյալն անմիջապես հարություն առավ։ Այս բանից բոլոր հավատացյալները մեծ ուրախությամբ ու բերկրանքով ցնծացին։
Բազում աղոթքներից եւ իր ուխտը կատարելուց հետո Աստվածասեր դժխուհին խնդրեց Տյառնեղբորը տալ իրեն մի մաս Քրիստոսի կենսատու խաչապայտից։ Իսկ Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը, տեսնելով թագուհու ջերմեռանդ լույսը եւ հաստատուն հավատքը, աղոթելով սուրը դրեց Սուրբ խաչապայտի մոտ եւ ողջ գիշեր սուրբ եւ մաքուր մտքով անցկացրեց հսկմամբ ու աղոթելով առ Աստված։ Հաջորդ օրը տեսան խաչապայտից հատված մի մաս, ներկված աստվածային արյամբ։ Այն վերցնելով Սուրբ Հակոբոսը ուրախությամբ համբուրեց մասը եւ տվեց Աստվածասեր դժխուհի Պատրոնիկեին, իսկ նա հավատով երկրպագելով ընդունեց մեծ ցնծությամբ։ Ճանապարհ ընկնելով ուրախությամբ վերադարձավ Հռոմ, Կլոդիոս կայսրին տանելով Աստվածային պարգևը, Սուրբ խաչապայտի մասունքը։ Կայսրը Պատրոնիկե դժխուհին եւ նրանց զավակները, ինչպես նաեւ նրանց տոհմի Սուրբ Գույս Հրիփսիմեի ընտանիքները հավատքով պաշտում ու պատվում էին կենաց խաչապայտից բերված Սուրբ նշանը։ Երբ Սուրբ Հրիփսիմեի ծնողները վանամայր Սուրբ Գայանեի հոգացությամբ Հրիփսիմեին ընծայեցին վանքին, նրա պարանոցին հագցրին կենսատու Սուրբ նշանը, ներկված Քրիստոսի արյամբ, որպես կնիկ ու պահապան ընդդեմ չարի ներգործությունների։ Երբ նրանք Հռոմից փախան դեպի արևելք, Սուրբ խաչն իրենց հետ հայոց աշխարհ բերեցին։ Բոլոր տեղերում նրանով շատ նշաններ ու սքանչելիքներ էին գործում, հալածում էին դևերին եւ փարատում բոլոր ցավերը։ Հասնելով Տոսպ գավառ, միաժամանակ բնակվեցին մի գեղատեսիլ վայրում, որ կոչվեց Սուրբ խաչ։ Այն այլազգիների կողմից կոչվում էր Ղուրուպաշ եւ գտնվում էր Շամիրամակերտի Վանաբերդի հարավային կողմում։ Այնուհետև, երբ փախան Վարագա լեռան բարձրունքից, որ Գալիլեա էր կոչվում, Սուրբ նշանն ամփոփեցին այնտեղ մի խաչքարի մեջ։ Իջնելով լեռան վրայից Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին հասան Վաղաշապատ քաղաքը, որտեղ Սուրբ Հրիփսիմեն իր 36 ընկերների հետ նահատակվեց վկայությամբ։ Սակայն երկու քահանաներ եւ ուրիշներ, որ կույսերից էին, մնացին Վարագա լեռան վրա, իսպաս Սուրբ նշանին, որոնց Սուրբ Գրիգորը գալով քաջալերեց, մխիթարեց եւ եկեղեցի հիմնեց։ Այնուհետև խիստ կլիմայի պատճառով այդ վայրն անբնակ մնաց։ Ողջ հայոց աշխարհը գիտեր Վարագա լեռան վրա Սուրբ խաչի գոյության մասին, որ Սուրբ կույսերը պահել էին Գալիլեայում, Վարագա լեռան բարձրունքում։ Սակայն մինչդեռ Ներսես շինարար հայրապետի Արծրունած տան իշխանած իշխան Մեծն Վարդ Պատրիկի ժամանակները չէին կարողանում հավաստի իմանալ, թե որտեղում է։ Այդ շրջանում Վարագա լեռան վրա Սուրբ կույսերի բնակության վայրում կար Թոդիկ անունով մի այր, որը ճգնում էր իր սրբասեր աշակերտի Հովելի հետ, որոնք նախաբնակ ճգնավորներից ուսանել էին կրոնավորության կարգը։ Երկար ճգնությունից հետո նրանց սիրտը տոչորվում էր Քրիստոսի սիրով եւ Սուրբ նշանը տեսնելու փափագով։ Սուրբ հայր Թոդիկը տենչում էր, որ թերևս հնար լինի գտնել Սուրբ նշանը, որպեսզի ասում էր, աղոթելով Քրիստոսին, բաղձանքով համբուրեմ այն։ Եվ այս խորհրդով առավել խստացնելով իր ճգնությունները 12 օր ծոմապահությամբ հայցում էր աղոթքները հաճությամբ ունկնդրող Տեր Աստծուց տեսնել փափագելին։ Իսկ մարդասեր Աստված, որ կատարում է իր երկյուղացների կամքը, լսեց նրանց աղոթքները։ Երբ գիշերվա մեջ Սուրբ հայր Թոդիկն ու իր աշակերտ Հովելն աղոթում էին, սոսկալի ձայն լսեցին։ Նրանք զարմացած ուղիղ նայեցին լեռանը, որտեղից եկավ ձայնը, եւ լեռան բարձրադիր վայրում, որտեղ վեմի մեջ պահված էր Սուրբ նշանը, պայծառ մի լույս տեսան։ Ինչպես հետո ստուգվեց, լույսը այնտեղ դրված փայտյա խաչի չափով եւ ձևով էր։ Նրանք ակնապիշ նայում էին խաչին, որն ավելի ու ավելի էր պայծառանում ճառագայթներով եւ արեգակի ճաճանչներից առավել լուսավորում ամբողջ լեռը։ Բոլոր տեսնողները սքանչացած փառավորում էին Աստծուն։ Ապա տեսան երկրից մինչև երկինք խոյացած լույսի 12 սյուներ։ Ամբողջ լեռը լցվեց անուշահոտ բուրմունքով։ Լսելի էր նաև հրեշտակների հրաշալի եւ քաղցրաձայն օրհներգությունները, որոնք պար էին բռնել Աստվածընկալ Սուրբ նշանով։ Կրոնավորները մեծ ուշադրությամբ նայում էին սքանչելի երևմունքին, վայելում հրեշտակային անպատմելի երգասացությունները եւ զմայլված շնչում հրեշտակային սքանչելի անուշահոտ բուրմունքը։
Նրանք նայում էին լուսեղեն խաչին, որ փայլում էր վեմի վրա եւ ապշած դիտում հրաշալի երևմունքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա 6-րդ ժամը։ Եվ ապա լուսեղեն սուրբ նշանն իր պահոցով շարժվեց վեմից, փայտեղեն խաչի լույսի մեջ վեր բարձրացավ ու ցոլարձակելով սքանչելի լույսով եկավ մտավ եկեղեցի, ուր նրանք աղոթում էին։ Եվ լույսեր ճառագող խաչի սուրբ նշանը մնաց օրվա 6-րդ ժամից մինչև 9-րդ ժամը։ Մինչ ճգնավորները համակված էին երկյուղով ու զարմանքով, խաչանիշ լույսի ձայն եկավ նրանց, որն ասաց. Քրիստոս հաճեցավ բնակվել այս սուրբ նշանի մեջ, ի պահպանություն եւ ի փրկություն հայոց աշխարհի։ Եվ առաջ գալով նրանք ահ ու դողով մտան եկեղեցի ու տեսան սուրբ նշանը լուսեղեն իջած սուրբ սեղանի վրա, որն իրենց ձեռքն առնելով համբուրեցին արտասուքներով եւ գոհացան Աստծուց։ Այս քանչելի տեսիլքը երևաց ոչ միայն նրանց, այլև երկրի բոլոր բնակիչներին, որոնք ակներև տեսան լույսը, որ ծագեց Վարագա լեռան Գալիլեա կոչվող բարձրագույն գագաթից։ 12 օր շարունակ լույսի սյուները պարուրում էին լեռնագագաթը։ Բազմամբողջ ժողովուրդը եպիսկոպոսների եւ քահանաների հետ բարձրացան լեռը, նրանց հետ նաեւ իշխանած իշխան եւ բարեպաշտ Պատրիկ վարդն իր զորքով, որը մենակյացներին հարցուփորձ էր անում լուսեղեն սյուների տեսիլքի մասին։ Եվ նրանք ըստ կարգի ամեն բան պատմեցին նրան ու ցույց տվեցին հրեշտակների դասի կողմից եկեղեցի բերված եւ լույսով պայծառացած կենսատու խաչի սուրբ նշանը, որին երկրպագելով բոլորն ուրախությամբ փառավորում էին Աստծուն։ Անուշահոտ բուրմունքը դեռևս զմայլեցնում էր ամենքին, որոնք հիացած օրհնում էին Աստծուն։ Սուրբ նշանի երևման օրը, որը մեհական ամսի 20-ն էր, մեծահանդես տոնախմբություն կատարեցին եւ կարգեցին նույնն անել ամեն տարի Փարս Քրիստոսի եւ նրա սուրբ խաչի։ 12 լուսեղեն սյուների տեղում շինեցին 12 եկեղեցիներ։ Իսկ այն եկեղեցին, որտեղ իջավ սուրբ նշանը, նորոգելով ընդարձակեցին եւ տեղում մեծապայծառ ու հռչակավոր վանք հիմնեցին միաբանների համար, ի պաշտպանություն սուրբ խաչի, որ կա մինչև օրս, ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Տեր, քո կենսատու եւ պատվական խաչի շնորհիվ ապրեցրու այս գրությունը թողնողի հոգին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Վարագա Սուրբ խաչի տոնը նշում է խաչվերացից 2 շաբաթ անց, սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը։ Աստված պահապան ամենքիդ։ Սիրելիներ, այժմ դուք գիտեք Սուրբ Վարագա խաչի պատմությունը։ Ուրեմն արդեն հասկանալով տոնի խորհուրդը կարող ենք մասնակցել Սուրբ եւ անմահ պատարագին։ Փառք ամենասուրբ երրորդությանը։